Ողջույն, եկեք միասին գնանք կրեմ չիզի համար սերուցք, կարագ և պանիր ընտրելու։ Սերուցքները, որոնք 10, 12, 20%-անոց են, չեն կարող օգտագործվել կրեմ չիզի պատրաստման մեջ։ Մեզ անհրաժեշտ է միայն սերուցք, որի տոկոսայնությունը բարձր է 33%-ից։ Օրինակ, սա շատ լավ տարբերակ է։ Պետամոլի մասին ընդհանրապես խոսքեր չկա, կարող եք հանգիստ վերցնել։ Այս տարբերակը ևս կարող եք օգտագործել, եթե պատրաստում եք 1-2 տորտ։ Հիմա գնանք պանիրների բաժին։ Բոլոր այն պանիրները, որոնց մեջ օգտագործվում են համային հավելումներ, կամ այն պանիրները, որոնց վրա գրված է հալվող պանիր, պլավլենի սիր, չեն կարող օգտագործվել կրեմ չիզի պատրաստման մեջ։ Այս տարբերակը օրինակ կանաչիով և սխտորով է, պարզը, որ չարժի օգտագործել։ Հաջորդը ևս համային հավելում ունի։ Այ մասկարպոնե պանիրը կարելի է օգտագործել կրեմ չիզի պատրաստման մեջ։ Էկոմիլկի պանիրը ևս շատ լավ ընտրություն կլինի։ Մի խոսքով ասված, ընտրում ենք բոլոր այն պանիրները, որոնց վրա գրված է տվարոժնի սիր կամ տվարոժնի սլիվիչնի սիր։ Ահա իմ ամենասիրելի պանիրը, որ ես շատ հաճախ օգտագործում եմ տորթերը պատրաստելիս, ինչպես նաև կարելի է ընտրել նման մեծ վեդրոներով տարբերակները, որոնք գնային առումով շատ ավելի հարմար են։ Անցում կատարենք կարագներին։ Կարագներից ես ընտրում եմ 72.5%-անոց կարագները, երբ որ պատրաստում եմ կրեմ գանաշ։ Իսկ այ հարթեցման համար նախատեսված կրեմ չիզ պատրաստելու համար ես միշտ օգտագործում եմ 82%-անոց կարագ։ Կարամելի պատրաստման դեպքում ևս ընտրում եմ 82%-անոց կարագ։ Անպայման խորհուրդ եմ տալիս ընտրել որակային լավ կարագ։ Կրեմի համը անմիջականորեն կախված է կարագի համից, իսկ բոլոր այն կարագները, որոնց վրա կտեսնեք սփրեդ, կխնդրեմ չօգտագործեք ոչ մի դեպքում կրեմ չիզի պատրաստման մեջ։ Հուսամ վիդեոն ձեզ օգտակար եղավ։ Միացեք իմ էջին, որպեսզի բաց չթողնեք նոր օգտակար վիդեոներ։